Այսօր կան մարդիկ, ովքեր մարդկանց առաջ փակում են երկնքի արքայության դուռը։ Նրանք իրենք չեն մտնում, չեն թողնում, որ մտնեն էլ նրանք, ովքեր փորձում են։ Հիսուսը մարգարեական ասաց, որ այդպիսի մարդիկ անպայման կհայտնվեն վերջին օրերում։ Կան շատ կրոնական առաջնորդներ, ովքեր պնդում են, թե հավատում են Աստծուն, բայց անընդհատ անում են այն, ինչն ընդդեմ է Աստծու խոսքի։ Մենք հեշտությամբ կարող ենք գտնել այդպիսի մարդկանց մեր կողքին։ Ապա եկեք գտնենք այս մարդկանց առանձնահատկություններից մեկը։ Հիսուսը նախորոք կանխագուշակել էր, որ այդպիսի մարդիկ դուրս կգան կոնկրետ խմբից։ Ըստ Մատթեոսի 15-րդ գլխի, այս մարդիկ Աստծուն պատվում են միայն շուրթերով։ Այնուամենայնիվ, նրանց սրտերը հեռու են Աստծուց։ Նրանց սրտերը մոտ չեն Աստծուն։ Գրված է. «Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ»։ Եթե մենք իզուր հավատանք Աստծուն, կարող ենք գնալ երկնքի արքայություն։ Կարող ենք փրկվել։ Կարող ենք հավիտենական կյանք ստանալ։ Ուրեմն, որոնք են մարդկանց պատվիրանները։ Աստծո պատվիրանը շաբաթ օրն է։ Բայց ի՞նչն է մարդկանց պատվիրանը, որն ընդդեմ է Աստծո պատվիրանին։ Այն կիրակի օրվա պաշտամունքն է։ Դա մարդկանց պատվիրան է, որը չի գտնվում Աստվածաշնչում։ Դա մարդկային կանոն է, որը նա մարդկանց չափանիշ է։ Դա կանոնակարգ չէ, որը պարունակում է Աստծո փրկության խոստում։ Դա Աստծուց չէ։ Այսպիսի պատվիրաններն անվանում են մարդկանց պատվիրաններ։ Դա մարդու կողմից սահմանված կանոնակարգ է։ Ուրեմն, ուրիշ ինչ մարդկանց պատվիրաններ են պահում զատկի փոխարեն։ Գոյություն ունի մի բան, ինչպիսին Սուրբ Ծնունդն է։ Կա խաչի ակնածանք Մարիամի պաշտամունք։ Աստվածաշունչը բացատրում է, որ դրանք մարդկային մտքեր են, որոնք Աստվածաշնչում չկան։ Այս վարդապետությունները ներմուծվել են եկեղեցի։ Դրանք բոլորն էլ մարդկանց պատվիրաններ են։